Ալիևը գալով էստեղ ցույց տա, որ ինքը ինչ ուզենում անում է եւ այդ թվում անելու է այսուհետ Երևան։ Քաղաքագետ Գագիկ Համբայրյանը չի բացառում, որ 2026-ի գարնանը Իլհամ Ալիևը Երևան գա մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին եւ հենց այստեղ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Մինչ դա Հայաստանի վարչապետը կհասցնի բավարարել Ադրբեջանի նախագահի բոլոր նախապայմանները։ Ըստ քաղաքագետի ընտրությունների կգնա ոչ թե կարմիր ժապավեն կապած մուրճով, այլ խաղաղության պայմանագիրն օդում թափահարելով։ Հենց այդ գագաթնաժողովի շրջանակներում էլ կազմակերպվի Հայաստանի Հանրապետության համապարփակ ստորացման եւ նսեմացման փաստաթղթի ստորագրումը, որը կապիտուլյանտ Նիկոլը պետք է ներկայացնի որպես խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանա-թուրքական տանդեմին Նիկոլի իշխանության պահելը օդ ու ջրի նման մեծ անհրաժեշտություն է։ Քաղաքագետը ընդգծում է Եվրամիությունը պատահական չէ համաձայնել Երևանում անցկացնել հակառուսական ակումբի համբավ ունեցող Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը։ Սա բացառիկ առիթ է նախընտրական Հայաստանում հակառուսական տրամադրություններ գրգռելու ու այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ Դրա կարևոր նախապայմաններից մեկը հենց խաղաղության դարաշրջան բացելու Փաշինյանի խոստման կատարման իմիտացիան ապահովելն է, նկատում է քաղաքագետը ու բացում գլոբալիստական ուժերի խաղաքարտերը։ Ադրբեջանն ու Հայաստանն այլևս խաղաղ են ապրելու տարածաշրջանում, հետևաբար ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերել, իսկ երբ չեզոքացվի ռուսական գործոնը, ճիշտ ժամանակը կլինի ամրապնդելու թուրքականը։ Ռուսաստանը շատ դեպքերում լավ գործընկեր չէ, բայց Ռուսաստանը կարող է հազարապատիկ ավելի վատ թշնամի լինել մեզ համար։ Իսկ թե Եվրոպան Հայաստանը մաքրելով ռուսներին ում համար է դա մաքրում, դա բոլորին է հայտնի, որովհետև եվրոպացիները չեն էլ թաքցնում, որ իրենք Հայաստանի Հանրապետությունը մաքրում են Թուրքիային նվիրելու համար։ Համբայրյանի խոսքով Երևանյան գագաթնաժողովի պայմանավորվածությունը հավանաբար կայացել է եվրոպացի պաշտոնյաների ու Թուրքիայի նախագահի համաձայնությամբ Ալբանիայում տեղի ունեցած 6-րդ գագաթնաժողովի ժամանակ։ Գուցե հենց այդ պայմանավորվածությունն էր այս ժեստով հավանության արժանացնում Թուրքիայի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ ոտքի վրա շփվելիս։ Այսօր Էրդողանի համար իդեալական ժամանակներ են պանթուրանական ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ըստ քաղաքագետի Հարավային Կովկասից ռուսներին դուրս հանելու հարցում Նիկոլ Փաշինյանի եւ թուրքերի շահերը համընկնում են։ Մոդագա արդյունքների մեջ մտնում է կոնկրետ Ռուսաստանի Դաշնության կազմաքանդումը, գոնե Հյուսիսային Կովկասի եւ Վոլգայի ափերին գտնվող մահմեդական հանրապետությունների դուրս բերումը Ռուսաստանի կազմից։ Հիմա Ռուսաստանը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի, եւ եթե ռուսները հավատում են Նիկոլին, որ Նիկոլը պրոռուսական կարող է լինել, դա արդեն Ռուսաստանի անձնական խնդիրն է։ 3 տարվա դադարից հետո Ռուսաստանի արտգործնախարարի այցի նպատակը ռուս վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանի հետ հարաբերություններում գոյություն ունեցող սուր անկյունները հարթելն էր։ Սերգեյ Լավրովի այցից հետո ռուսական մեդիան ողողված է վերլուծական հոդվածներով, ակնարկում են, թե Հայաստանի իշխանություններն անկեղծ չեն իրենց հետ եւ շարունակում են դեմարշը Մոսկվայի դեմ։ Я не вижу каких-то причин для ուկրաինիզացիա։ Երևանում Սերգեյ Լավրովը գուցե քաղաքական ժեստ արեց, ակնարկելով, թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեր ամբողջությամբ չի թեքվել դեպի արևմուտք։ Բայց փորձառու դիվանագետը ըստ քաղաքագետ Գագիկ Համբայրյանի հաստատ գլխի է ընկել, որ Երևանում հակառուսական բողոքի ակցիաների կազմակերպման հարցում իշխանության մատը խառն է։ Գագիկ Համբայրյանը համոզված է եվրոպական գլոբալիստական ուժերը ռուս-ուկրաինական ճակատը թեժ պահելուն զուգահեռ ջանք չեն խնայելու, որ Հարավային Կովկասում ռուսների դեմ նոր ճակատ բացվի։ Այս ֆոնին Ռուսաստանը պետք է փոխի իր ավանդական քաղաքականությունը։ Չեն հասկանում, որ հիմա 21-րդ դարն է եւ որտեղից իրենց դուրս են անում, հետո այդտեղ տեղավորվելը շատ դժվար է։ Այդ իրենց մեթոդները բոլոր հարցերը զենքի միջոցով լուծել չի լինելու։ Կարնե Մանգասարյան, Նորաշար Բաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։